ավարտվեց մեր ծանոթությունը հոնի հետ, հուսով ենք, որ այսօր ձեր քիմքն է հոնի հետ անպայման կհանդիպի, իսկ հիմա մեր տաղավարում հիանալի մարդիկ են, որոնց հետ կարող ենք խոսել նաև հոնի մասին, որովհետև համոզված եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է հոն աճում է եւ անգլերեն, ես չեմ սխալվում, dog tree, այդպես է կոչվում, հոնը անգլերեն։ Так Ամեն դեպքում ասեմ, որ մեր տաղավարում արդեն մեր հյուրերն են, ԱՄՆ 250-ամյակին նվիրված ազատություն 250 հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է հիմնադրամների թանգարան ցուցադրությունը։ Այս տարվա ընթացքում արդեն ցուցադրությունը կայացել է Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Չարենցավանում գործող ամերիկյան անկյուններում։ Հերթը Երևանինն է։ Վերջապես։ Մեր տաղավարում են Տաթևիկ Հովսեփյանը, ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության մասնագետ, Հայաստանում ամերիկյան կենտրոնների տնօրենը եւ Լուսինե Էքսկլյուզիանը հիմնադրամների թանգարան ցուցադրության համակարգող, ԱՄՆ դեսպանատան հանրային դիվանագիտության բաժնի աշխատակից։ Բարի լույս։ Բարի լույս։ Նախ խնդրում ենք մեր առավոտյան եթերի կողմից Դոնալդ Թրամփին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին շնորհավորել 250-ամյակի կապակցությամբ, մաղթել եւս մինիմում այդքան, հետո ինչ ուզում են թողան։ Շնորհակալ ենք, հուսանք շատ ավելի։ Հուսանք իսկապես։ Սա ինչ է, ինչ ցուցահանդես է եւ ինչ եք բերել Հայաստան, ինչ ենք տեսնելու, որ չենք տեսել եւ արդյոք կան ինչ-որ արտեֆակտեր, որոնց շուրջ կարելի է լուրջ խոսակցություններ տանել եւ իսկապես որ նրանք մեծ ինչ-որ կարևորություն ունեն թե Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, թե անկախության համար։ Իրականում մեծ կարևորություն ունեն, Սպիտակ տունը դեռևս 2025 թվականին անկախության 250-ամյակին ընդառաջ կայքը ստեղծեց հիմնադիրների թանգարան Founders Museum կայքը, որը իրենից ներկայացնում է թվայնացված թանգարան, նպատակը հանրությանը մարդկանց իրազեկելն է Միացյալ Նահանգների պատմությանը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել են բոլոր գործիչներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել անկախության գործընթացում, ոչ միայն քաղաքական գործիչներ, այլ նաև տարբեր ասպարեզների գործիչներ, ովքեր այս կամ այն կերպով տարբեր զոհողությունների գնով եւ այլն կարողացել են նպաստել անկախության ձեռքբերմանը։ Իրականում Թանգարանը այսպես տարբեր տարերի համակցություն է, որտեղ կան տեսանյութեր տարբեր, կան կենսագրական տեղեկատվություններ, տարբեր լուսանկարներ, այսինքն դա մի թանգարան է, որը հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց հետաքրքրված լինել իրենով, քանի որ եւ AI գործիքներով, արհեստական բանականության գործիքներով, թվային տեխնոլոգիաների միջոցով պատրաստվել են հոլովակներ, որտեղ որ այդ գործիչները իրենք պատմում են, կենթանություն է, այսպես ասած, հաղորդվել գործիչներին եւ իրենք պատմում են իրենց տեսանկյունից, թե ինչ է իրականում այդ ժամանակ տեղի ունեցել, որը իրականում շատ հետաքրքիր է։ Այսինքն հետաքրքիր է նաեւ երիտասարդության համար, որովհետեւ սա իրականում ոչ միայն ուղղակի իրենք ընթերցում են, այլ նաեւ կարող են շատ արագ տեղեկատվությունը ստանալ տեսանյութերի միջոցով եւ այս գործիքները եւ այս տեղեկատվությունը օգտագործելով մենք ամերիկյան դեսպանատունը նույնպես որոշեց թանգարանը ստեղծել նաեւ Հայաստանում եւ ներկայացնել եւ մեկնարկը եղավ Երևանում այս տարի հունվար ամսին դրանից հետո ինչպես դուք արդեն նշեցիք մենք հասկացանք որ այն պետք է նաեւ տեղափոխվի մարզեր որպեսզի մեր մարզերի բնակիչները մարզեր հիմա նորից վերադարձել Երևանում ավելի փոքր մասշտաբով այո ունեցանք ներողություն Դրանից հետո արդեն ներողություն եմ խնդրում Ֆուտբոլը ինչ անում իմ ձայնն էլ է Երևանից հետո Դրանից հետո արդեն որոշեցինք մարզեր գնալ ամերիկյան անկյուններ այն մարզերում որտեղ որ կան արդեն ամերիկյան անկյուններում ներկայացրեցինք թանգարանը ու այդ դրա մասին Տաթևը արդեն ավելի մանրամասն ամերիկյան անկյունների մասին կխոսի եղանք Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Չարենցավանում այո այսօր արդեն մեկնարկը թանգարանի Երևանում տրվելու է եւ շուրջ 1 ամիս մեր մարզերի բնակիչները հնարավորություն ունեցան այցելելու թանգարան եւ տեղեկատվություն ստանալու եւ ունեցանք հազարավոր այցելուներ ովքեր հետաքրքրված էին հատկապես երիտասարդներ ովքեր սիրով այցելեցին եւ իրենց
գիտելիքները հարստացրեցին անկախ Այսինքն Ֆրանկլինի կոշիկները եւ Վաշինգտոնի շապիկը ֆիզիկապես այստեղ չի։ ֆիզիկապես այստեղ չէ, բայց նկարների միջոցով գոնե փորձել ենք Արհեստական ներկայացնել։ բանականության Ինձ միջոցով։ թվաց, որ բերել եք, բայց չեք բերել։ Լավ Ցավոք, ցավոք, այսպես։ բայց այս անգամ միայն արհեստական բանականության միջոցով։ Իսկ ինչու էր կարևոր, որ նաև մարզերում լինի ցուցադրությունը։ Երևանում սկսեցիք, հետո տեղափոխեցիք մարզեր եւ ինչպես նշվեց, ամերիկյան անկյուններում է հենց Եվ ինչ է ցուցադրությունը առասակ եղել եւ ինչ է ամերիկյան ամերիկյան երբ է գործում, դա ինչ-որ հատուկ վայրեր են։ Շատ լավ, այս իմ թեման է, սիրով կպատասխանե։ Դե ամերիկյան անկյունները, նախ ասեմ, որ աշխարհի 140 երկրում գործում են ամերիկյան կենտրոններ, տարբեր ձև են անվանում կենտրոններ, անկյուններ, բայց իմաստը այն է, որ կրթական մշակութային հաստատություններ են, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատները համագործակցող կազմակերպությունների հետ միասին անցկացնում են կրթական եւ մշակութային ծրագրեր, որոնք քաղաքացիներին տրամադրում են անվճար։ Այսինքն, եթե անգամ պետք քարտուղարությունը վճարում է այդ ծրագրերի համար, չնայած ունենք նաեւ շատ կամավորներ նույն Ամերիկայից եկած եւ այլն, որ ծրագրեր են իրականացնում, հատկանշական է, որ մեր քաղաքացիները, հատկապես երիտասարդները, մասնակցում են բոլոր ծրագրերին անվճար։ Հայաստանում ամերիկյան կենտրոններ ունենք 5 քաղաքներում, ինչպես արդեն նշեցինք, Գյումրի, Չարենցավան, Կապան, Վանաձոր եւ Երևան։ Երևանում նույնիսկ 2 մասնաճյուղ ունենք՝ Կիևյանում եւ Նալբանդյանում, Նալբանդյան փողոցի վրա, հենց Հանրապետության մետրոյի հարևանությամբ եւ ամեն օր այնտեղ տեղի են ունենում տարբեր ծրագրեր, սկսած արհեստական բանականության ուղղված ծրագրից, մշտապես ունենք անգլերեն լեզվի ծրագրեր, ունենք այնպիսի ծրագրեր, ինչպիսիք TOEFL-ն են, օրինակ, որոնք երբ որ մարդիկ անհատական են վերցնում, բավականին թանկ արժի, իսկ ամերիկյան կենտրոններում կարող են անվճար մասնակցել, չնայած քանի որ պահանջարկը մեծ է, նաև ինտերվյուներ են անում, քանի որ ցավոք սրտի չեն կարող բոլորին ընդգրկել, բայց այնքան հաճախ են անում, որ հետաքրքրվածների մեծ մասին ամեն դեպքում կարողանում ենք ներգրավել մեր ծրագրերում եւ ոնց որ մեր դեսպանատան փոքրիկ ներկայացուցչություններն են ամերիկյան կենտրոնները մարզերում այդպես եւ շատ կարեւոր էր իհարկե որ հիմնադիրների թանգարանը ցուցադրվեր ոչ միայն Երևանում, այլ նաև մարզային քաղաքներում, քանի որ մեկ-մեկ շատ ենք, չէ, Երևանի վրա կենտրոնացած եւ անընդհատ ուղղակի սոցիալական մեդիայի միջոցով ենք մեր մարզերի երիտասարդներին, քաղաքացիներին ինչ որ բաներ ներկայացնում եւ որոշեցինք ֆիզիկապես տանել այդ թանգարանը մարզեր ու հատկանշական էր, որ Դեյվիդ Էլենը, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը, ով այս պահին ոնց որ դեսպանի մեկնելուց հետո ինքն է այդ գործառույթը ստանձնել, անձամբ մասնակցեց բոլոր մարզերում այդ թանգարանի բացմանը ու հանդիպում ունեցավ անձամբ երիտասարդների հետ։ Այսօր Երևանում էլ նույն ֆորմատով եւ գալու է բացում անի թանգարանի եւ հանդիպելու են նորից երիտասարդների հետ, ում հետ ունենում է զրույցներ, նրանք հարցեր են տալիս Ամերիկայի պատմության, սահմանադրության, նախագաների, հայ-ամերիկյան հարաբերությունների, հաճախ նաև անձնական հարցեր են տալիս, ու այսպես ինչ որ հետաքրքիր միջոցառում է ստացվում։ Ինչ է ամերիկացիների համար առհասարակ իրենց անկախությունը, չէ՞, նրանք այդքան կարևորում դա եւ ինչ ունենք մենք սովորելու, որովհետեւ կարծես թե մենք էլ ունենք անկախություն, բայց մենք այդպես չենք վերաբերվում այդ անգամ այդ տոնին, այդ օրին այդպես չենք վերաբերվում, չմոռանանք, որ հուլիսի 4-ը բոլոր ամերիկացիների համար ամենակարևոր օրն է իրենց առօրյայում առհասարակ։ Երևի ես ասեմ, Լուսինեն շարունակի, քանի որ մենք ամերիկացի չենք, կարող ենք միայն մեր կարծիքը ասել եւ նաեւ շփվելով մեր ամերիկացի գործընկերների, ընկերների հետ, ցավոք սրտի այսօր չունենք մեր ամերիկացի դիվանագետներից ներկա այստեղ, իսկապես իրենց համար շատ կարևոր է այդ տոնը, ես էլ երբ որ սովորում եի Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հաճախ որպես տուրիստ գնում եմ, իրենց համար դա երևի տարվա գլխավոր իրադարձությունն է, որ մեծից փոքր բոլորը սպասում են այդ միջոցառմանը, որ գնան իրենց այգիներ, չգիտեմ, ամեն նահանգում, ամեն քաղաքում տարբեր միջոցառումներ են լինում, եւ ես կարծում եմ իրենց համար խորհրդանշական է իմ կարծիքով հենց այն փաստը, որ քաղաքացին ինքն է որոշել ժամանակին եւ շարունակում է 250 տարի անց ինքը որոշել թելադրել, թե ինչպես է ցանկանում, ինչ ուղղություն է ցանկանում, որ իր երկիրը վերցնի։ Այսինքն քաղաքացիական պատասխանատվության զգացումը շատ
մեծ է։ Այնտեղ շատ քիչ մարդ կլսես, ով ընտրություններից առաջ ասում է, դե ես չեմ գնալու, մեկ է ոչինչ չի փոխվելու։ Ցանկացած մարդ, այսինքն ամեն դեպքում նրանց ում ես եմ ճանաչում, միշտ գիտեն, որ նույնիսկ իրենց փոքրիկ լուման շատ կարևոր է իրենց անկախության, երկրի զարգացման գործում։ Ինձ համար իրենց անկախությունը կարծեմ նախ եւ առաջ իրենց զգացումն է, որ իրենք իսկապես կարողանում են այդ երկրի որոշումների մեջ դեր խաղալ։ Եվ ազդեցիկ է փաստորեն։ Եվ իմ կարծիքով այդպես է, ինչքան էլ գնանք պատմություն, Բոստոնի թեյախմություն եւ այլն, իհարկե այդ շատ կարեւոր են այդ իրադարձությունները, բայց ընդհանուր ոնց որ կարծում եմ, որ հիմքը այն է, որ կա քաղաքացիական պատասխանատվության մեծ զգացում ու սեր իրենց երկրի նկատմամբ։ Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնացել եք, հատկապես այն նահանգ Նյու Յորքում գուցե այդքան շատ չտեսնեք, բայց ավելի շան տիպիկ ամերիկյան քաղաքներում գրեթե ամեն տուն Ամերիկայի դրոշն է կախում իր տան դիմաց, այսինքն ոչ մեկ նրանց չի ստիպում դա անել։ Ուղղակի իրենց ոնց որ ցանկությունն է, որ իրենց սերն է երկրի նկատմամբ, չգիտեմ, միշտ ես հիանում եմ, որ ամերիկացիների մեծ մասը այդպես սորել բանում են։ Հա Ունենք, ամեն դեպքում ունենք։ Իրենք էլ մեզանից, իհարկե հենց մեր ամերիկյան կենտրոնների հիմքն էլ միջմշակութային հաղորդակցությունն է, որ եւ մենք սովորենք իրենցից։ Ինչ է մեզանից սովորում իրենք։ Միշտ խոսում ենք իրենց հետ, մեր ամերիկացիների եւ առաջին բանը, որ ասում են, ընտանեկան արժեքներ։ Միշտ դա շեշտում են, որ ընտանեկան արժեքներ, ընկերության ֆորմատ, այսինքն ինչպես են հայերը ընկերություն անում իրար հետ, այն կարևորությունը, որ տալիս են ընտանիքին, այդ երկու բանը միշտ ամեն դեպքում իրենք շեշտում են։ Մեկ էլ հյուրընկալություն։ Մենք էլ ունենք իրենց բան սովորություն։ Իհարկե, միանշանակ, ամեն ինչ երկկողմանի է։ Եթե վերադառնանք ցուցադրությանը, ում համար է ցուցադրությունը նախատեսված, պատմությամբ հետաքրքրվողների, ուսանողների, թե բոլորի ու ինչ տարիքային խմբերի համար է այն նախատեսված։ Իրականում տարիքային եւ խմբային որևէ սահմանափակում չունենք, բայց ավելի շատ հետաքրքրված են եղել երիտասարդները, բայց այնպես է, որ բաց է ցուցադրությունը բոլորի համար, բոլորը կարող են մասնակցել, քանի որ նշեցինք, որ այսօր էլ հենց ցուցադրության մեկնարկն է լինելու Երևանում, շուրջ 1 ամիս հնարավորություն կունենան քաղաքացիները, եթե նույնիսկ մարզերից էլ գտնվեն Երևանում, ելի կարող են գալ, հաճախել եւ ուսումնասիրել ցուցադրությունը, չկա որևէ սահմանափակում այդպես, բայց միջոցառումները հիմնականում մենք ավելի շատ իրականացրել ենք երիտասարդների հետ, մեր ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է հենց ավելի շատ երիտասարդների հետ։ Նալբանդյան փողոցի վրա է լինելու այդ անկյունում։ Այո, Նալբանդյան 4/1 Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքում է մեր ամերիկյան անկյունը, ամերիկյան կենտրոնը, հենց որ մուտքից մտնեն անմիջապես կտեսնեն ամերիկյան ոճով վերանորոգված այդ հատվածը։ Իսկ լեզուն հայերեն է, բոլորին հասկանալի է, այն ամեն ինչ կատարվում է, թե պետք է TOEFL հանձնած մարդիկ միայն։ Իրականում նյութերը հենց անգլերեն են ներկայացված, բայց այնտեղ հա ամերիկյան անկյուններում մասնագետները կարող են ուղղորդել, օգնել եւ ներկայացնել։ Ամեն լեզու կսովորեք, Ջորջ ջան, չէ՞ որ բաներ կա, որ բոլորս գիտենք։ Նոր պասպորտը տեսել եք Դոնալդ Թրամփի այդ նկարով, պատկերով։ Հա, իրականում տեսել եմ, այսինքն ֆիզիկապես չեմ տեսել, բայց մի քանի ամիս առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է եւ այդ խոսակցությունը գնում էր եւ ավելի շատ պրեզենտացիան տեսա։ Ֆիզիկապես դեռ չգիտեմ ինչ որ մեկին ով ունի այդ անձնագիրը, բայց շատ ողջավորված էին։ Հա, limited edition է, միջայլոց եւ բոլոր այն մարդիկ, որոնք որ ուզում են, հիմա հերթագրված են։ Տեսնես Դոնալդ Թրամփը կունենա այդպիսի անձնագիր, թե չէ։ Եվ առհասարակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին պասպորտ պետք է։ Դե կարծում եմ ցանկացած երկրի քաղաքացուն անձնագիր պետք է։ Չէ, օրինակ որ գալիս է Հայաստան, խփում են այնտեղ կնիկ, թե չէ։ Դոնալդ Թրամփը դեռևս Հայաստան չի եկել։ Ու որ գնացել է, լավ, վիզա ստանում այդ մարդը չի ստանում։ Դե այդտեղ արդեն ոնց որ դիվանագիտական մասով է եւ երբ որ պետական պաշտոնական այցով են գալիս, իհարկե արարողակարգը մի քիչ այլ է, քան եթե սովորական որպես տուրիստ ինչ որ կոմերցիոն չվերթով կամ, բայց իհարկե պետական պաշտոնական այցով գալիս են իրենց ինքնաթիռներով, կա պետական արարողակարգ Եվ ոչ մի խնդիր չեն ունենում վիզա ստանալու հետ, այո, ի տարբերություն հասարակ մահկանացուների։ Իսկ այս 250 տարիների ընթացքում ի՞նչն է անփոփոխ մնացել Ամերիկայի համար։ Ահագին բաներ։
Հա, իրականում շատ բաներ։ Ես ոնց որ շատ խոսեցի, լույս կուզես մի բան։ Ամենակարևորը ինձ թվում է, որ անփոփոխ է մնացել, կարծես թե ամենակարևորը, ամենակարևոր օրենքը երկրի։ Այո։ Եվ իրենք իսկապես շատ մեծ նշանակություն են տալիս իրենց սահմանադրությանը, թեկուզ այնտեղ ամենդմենտներ կոչվածները, այդ փոքրիկ փոփոխությունները, որ տարիների ընթացքում եղել են, միևնույնն է շատ դժվար են այդ փոփոխությունները իրենք անում, որովհետև ոնց որ իրանց երկրի հիմքն է ու շատ, չգիտեմ, զգուշ են վերաբերվում ցանկացած փոփոխության, որ պետք է անեն իրենց սահմանադրության մեջ։ Եվ իրոք այդ կարևորությունը, որ իրենց մասնակցությունը, հա, բոլոր գործերում, պետական եւ այլն շատ կարևոր է, իրենք որոշողներ են, հա, քաղաքացիները կարծում են, որ իրենք իսկապես որոշողներ են եւ անկախության հռչակագրի հենց հիմքում էլ դա էր, հա, որ մարդիկ իրավունք ունեն որոշելու, թե ինչպես պետք է իրենց երկիրը կառավարվի, ղեկավարվի, ու իրենք այդպես շարունակում են, հա, այսքան տարիների ընթացքում, կարծում եմ։ Իսկ այն խնդիրները, որոնք որ եղել են 250 տարի առաջ եւ շարունակում են մինչեւ հիմա, հյուսիս հարավ օրինակ այդ այսպես ասած պայքարը, որը որ չի բարբերաբար հանգչում է, լռում է, բայց միևնույնն է կա։ Ինչպես է նրանք անում, որ միևնույնն է մնում են ամերիկացիներ եւ անգամ հարավային նահանգներում, որոնք որ դեմ էին այս ամեն ինչին, կարծես թե այն ժամանակ հիմա ամեն ինչ էլ ավելի լավ է։ Չէ՞ որ Տեխաս նահանգը հիմա ամենալավ եւ բարձր զարգացող նահանգներից մեկն են, բիզնեսը Կալիֆոռնիայից հանում են տանում են այնտեղ եւ այլն, այսինքն ամերիկացիները եւ ամերիկական կառավարությունը միշտ կարողանում է այդ սուր անկյունները կարծես թե կլորացնել։ Ինչպես է դա նրանց մոտ ստացվում եւ ինչ ունենք այդտեղ սովորելու մենք։ Ինձ թվում է այս հարցը էլի շատ տեղի կլիներ տալ հենց մեր ամերիկացի դիվանագետներին, բայց քանի որ նրանք չկան, ես էլի կփորձեմ։ Բայց փոխանցեք մեր հետաքրքրությունը։ Փոխանցեմ, հա, ես կարծում եմ, որ քանի որ տնտեսապես Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին զարգացած է, իսկ մարդիկ ինչ են ուզում, լավ ապրել, այսինքն երբ որ իրենք երևի նժարի վրա դնում են տնտեսական զարգացվածության աստիճանը եւ չգիտեմ, երևի որոշ փոփոխություններ, որ ուզում են իրենց նահանգի շրջանակում անել, գտնում են, որ ավելավ է իրենց ժողովուրդը լավ ապրի, եւ հետո կարծում եմ երկխոսության մեջ են մտնում կառավարության հետ եւ այդ երկխոսը Ամերիկայում առհասարակ լավ է այդ երկխոսության համակարգը, միշտ հաշվի են առնում դիմացինի կարծիքը, միշտ փորձում են բանակցել իրենց ներսում նահանգների մեջ, քանի որ կարծում եմ, որ ղեկավարությունն էլ գիտակցում է, որ նահանգներն էլ պետք է բավարարված լինեն այն պայմաններով, որ պետությունը նախաձեռնում է իրենց համար։ Դե համել բացի դրանից յուրաքանչյուր նահանգները ինչ որտեղ անկախ եւ այդ մեծ անկախության գրավականը նաեւ որ ունեն նաեւ 50 անկախ նահանգներ։ Հա, շատ հետաքրքիր է, որ եւ անկախ են, եւ փոխկապակցված, եւ շատ լավ մեխանիզմի նման գործում են։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այն երկիրն է, որ ինստիտուտներն այնքան ուժեղ են, որ շատ դժվար է մեկ կամ երկու անձի համար անհատական որոշումներ կայացնելը, քանի որ շատ են մեխանիզմները, որպեսզի այդ ժողովրդավարական վիճակը երկրում պահպանվի։ Ամփոփելով խոսենք նաև ձեր ապագա պլանների մասին, այս տարվա ընթացքում ինչ նոր ծրագրեր ունեք։ Մեր ամերիկյան կենտրոններում նոր ծրագրերը, այսինքն հիմա ընթացիկ ունենք, հիմնականում անգլերեն լեզվի ծրագրեր են, որովհետև այդ մեծ ծրագրերը արհեստական բանականություն, TOEFL ավարտում ենք եւ 250-ամյակին նվիրված ծրագրերն էլ ենք ավարտում, մի քանի ծրագիր ունեցանք, այս պահին էլ Կապանում սպասվում է նորից ծրագիր, բայց հոկտեմբերից կսկսենք նույնպես անգլերենի դասընթացներ, բիզնես ուղղվածության ծրագրեր, էլի արհեստական բանականություն, շարունակական հանդիպումներ ԱՄՆ դեսպանատան դիվանագետների հետ, ովքեր պարբերաբար այցելում են մարզեր եւ ըստ իրենց մասնագիտական ոլորտի տարբեր թեմաների շուրջ զրուցում են ուսանողների հետ։ Եվ կարող եմ ասել, որ հետևեն մեր ամերիկյան անկյունների էջերին եւ ծանոթանան նոր ծրագրերի հայտարարություններին։ Շատ շնորհակալություն, հուսով ենք, որ օրերից մի օր ամերիկյան անկյուններում նաեւ կլինի օրինակ Metallica խումբը կգա եւ Ամերիկանի soft power-ը նաեւ
այդպես կներկայացնի մեզ։ Դա էլ փոխանցենք խնդրում եմ։ Անպայման Դոնալդ շատ, ինչու Թրամփին ոչ։ եւ մնացած բոլոր մարդկանց։ Կամ System of a Down-ը համ ամերիկացին, համ հայեն, դա էլ ավելի կարծես թե լավ կարող է լինել։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ շնորհավորում ենք 250-ամյակի կապակցությամբ, տոնական իրադարձությունները ամբողջ տարվա ընթացքում են եւ աշխարհի առաջնությունն էլ է հենց այդ պատճառով ըստ երևույթի հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ես համոզված եմ, որ վերջին խաղի ժամանակ նաեւ Դոնալդ Թրամփը ներկա կլինի եւ ինչ որ կարեւոր բաներ կասի թե մեզ, թե Արգենտինայի կամ Իսպանիայի հավաքականին։ Այս բան երաժշտություն։ Այս բանից մենք առաջ լսում ենք երաժշտություն եւ վերադառնում տաղավար։